Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում այսօր զրուցելու ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի տնօրեն Արեգ Քոչինյանի հետ։ Ողջույն Արեգ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ։ Արեգ, վերջերս ձեր կենտրոնը մի հետազոտություն հրապարակեց, որ անդրադառնում է նրան Հայաստանը ինչպիսի կախվածություններ ունի Ռուսաստանից եւ ինչպես է հնարավոր, նաեւ առաջարկներ կային, թե ինչպես է հնարավոր հաղթահարել այդ կախվածությունները։ Նախ ուզում եմ այսպեսի մի հարց տալ։ Տարօրինակ չի, որ 3 տարի իշխանությունները խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, բայց մենք դեռևս կարիք ունենք նոր հետազոտելու, թե որ ոլորտներում ինչ է պետք անել։ Եվ նաև հետո անդրադառնանք նաև հետազոտության արդյունքներին։ Շատ լավ։ Հա, իհարկե տարօրինակ է, ընդհանրապես Հայաստանում դա երևի շատ տարածված ֆենոմեն է, որ մենք ավելի շատ խոսում ենք, քան գործն ենք անում, կամ աժոտաժը, այսպես ասած, ամեն ինչի շուրջ ավելի շատ է, քան բուն գործողությունները։ Սա մի կողմից, մյուս կողմից իհարկե պետք է նաև արձանագրել, որ այն կախվածությունների մակարդակը, որը ունի Հայաստանը Ռուսաստանից, դրանք նաև ինչ-որ չափով անբնական մակարդակ են։ Դրանք նույնիսկ միջազգային հարաբերությունների կոնյունկտուրայի մեջ շատ հազվադեպ հանդիպող ծավալի ու խորության, այսպես ասենք, կախվածություններ են, այնպես որ այդ հետազոտությունը, այո, մի կողմից տարօրինակ է, որ մենք ենք որ այսքան ուշ արվե եւ երկրորդը բանասան է, որ մենք ենք դարել այսքան պետական ինստիտուտների եւ այսքան հետազոտական կենտրոնների մեջ։ Հետազոտության մեջ տարբեր ոլորտներին, ինչպես նշեցի, անդրադարձ կար, ինձ հատկապես հետաքրքրեց լոգիստիկայի հետ կապված ենթակառուցվածքների հետ կապված կախվածությունները։ Ես կուզեմ խոսել հենց դրա մասին։ Հարավկովկասյան երկաթուղու նրա իրավունքների Հայաստանում, ժամանակահատվածի, որի ընթացքում այդ իրավունքները իրենք ունեն, եւ ինչ է փորձում անել իշխանությունը կամ փորձում է արդյոք միգուցե այդ դիվերսիֆիկացիան այլ կերպ են պատկերացնում առանց փոփոխությունների այդ դաշտում։ Շատ լավ, ես մի բան ուզում եկել նշեի, որ մեր աշխատության մեջ բոլոր կախվածությունները, որոնց մասին մենք խոսել ենք Ռուսաստանից, մենք դրանք անվանել ենք սպառնալիքներ։ Իսկ յուրաքանչյուր կախվածություն մենք համարել ենք եւ վերաբերվել ենք դրան որպես սպառնալիք ու փորձել ենք լուծումները դրանց գտնել որպես սպառնալիք։ Հիմա իսկ դա հենց Ռուսաստանի հետ է կապված, թե օրինակ հիմա որ զենքի վաճառքի մեծ մասը Հնդկաստանի հետ է կապված, դա էլ է սպառնալիք։ Չէ, դա հենց Ռուսաստանի հետ է կապված, որտեղ մենք համարում ենք, որ Ռուսաստանը Հայաստանի ինքնիշխան եւ հարատև պետականության համար ամենամեծ սպառնալիքն է։ Նույնիսկ մեր կարծիքով դա ավելի մեծ սպառնալիք է, քան Թուրքիան եւ Ադրբեջանը, որտեղ մենք սցենար չենք տեսնում, որ Հայաստանը կարող է իր անկախությունն ու ինքնիշխանությունը կորցնի Թուրքիայի կամ Ադրբեջանի, չգիտեմ, ճշմարտ կամ հարվածների տակ, բայց շատ իրատեսական է այդ սպառնալիքը տեսնում ենք Ռուսաստանի դեպքում։ Այդ փաստարկի հետ կապված քննադատություններ կա, դրանք անդրադառնանք, բայց կուզեմ գանք Հարավկովկասյանին։ Գանք Հարավկովկասյանին։ Ուրեմն տեսեք, պայմանագիրը, որով որ կոնցեսիայի է տրված Հայաստանի երկաթգծերը ռուսական երկաթգծերին եւ ստեղծվել այդ դուստր կազմակերպությունը, սա շատ կարևոր ընդգծել, որ ինքը կոնցեսիոն պայմանագիր է, այսինքն երկաթգծերը շարունակում են եւ դրանց տակ հողը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ճիշտ է, շարժակազմեր են ժամանակ վաճառվել են ռուսական երկաթգծերին, բայց իրենք գծերը մնում են Հայաստանի սեփականությունը, սա առաջինը։ Երկրորդը, միայն այն գծերի մասին է խոսքը, որոնք որ պայմանագիրը կնքելու պահին եղել են ֆիզիկապես, այսինքն գոյություն են ունեցել, ինչից երևում է, որ այն ճանապարհը, որը որ տեսականորեն պետք է անցնի մեղրիով, չի մտնում այս պայմանագրի դրույթների մեջ, արդեն թալանված է այդ հատվածը։ Այստեղ մի հատ պատուհան կա, եթե ՅՈՒԿԱԺԶԴ-ն, այսինքն Հարավկովկասյան երկաթգծերն է վերակառուցում որևէ բան, այդա մտնում է կոնցեսիոն պայմանագրի, եթե ինքը չի վերակառուցում, այդ դեպքում չի մտնում, այսինքն տեսականորեն, եթե մեղրիով երկաթգիծը կառուցի որևէ այլ իրավաբանական անձ, ցանկացած դա կարելի հայկական, դա կարելի օտարերկրյա, որևէ այլ իրավաբանական անձ, ապա դա չի մտնելու։ Իսկ թույլտվության կարիք չկա հրաշային։ Ոչ, թույլտվության հարց չկա այնտեղ։ Մի բան էլ ասեմ, քանի այս թեման բացել ենք մեղրիի երկաթգծի, շատերը սա մի քիչ լավ չեն պատկերացնում, ընդհանրապես երկաթգիծ որպես կանոն կառուցվում է երկաթգծից։ Իսկն այդ ռելսադիրը, այդ սարքը, որը որ ռելսերը կառուցում է, ինքը օպերացիոն բանի մեջ համատում, երբ որ արդեն կա ռելս։ Հակառակ դեպքում դա սարսափելի թանկ միջոցառում է, այսինքն այդ ռելսադիրը քանդել, տանել մի հատ չոլում դաշտում դնել եւ զրոյից սկսել կառուցել, դա անհամեմատ ավելի թանկ գործընթաց է։ Մեղրի պարագայում դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այսպես թե այնպես մենք դա պետք է կառուցենք ադրբեջանական կողմի հետ միասին։
Իսկ եթե մենք կառուցում ենք արևմուտքից Նախիջևանն է, որը երկաթգիծը ադրբեջանական է, եթե կառուցում ենք մայրցամաքային Ադրբեջանի կողմից, էլի ադրբեջանական է։ Իսկ մենք դա կանենք արևելքից թե արևմուտքից, մենք այսպես թե այնպես ստիպված ենք լինելու դա անել ադրբեջանական կողմի հետ, այնտեղ տարբեր իհարկե օպերացիոն տրամաբանություններ կարան, թե ոնց են կառուցում կարան, գնենք այդ ռելսադիրը ադրբեջանական կողմից, մենք ինքներս կառուցենք եւ այլն, բայց դա ուզում եի ֆիքսենք։ Հաջորդ էլեմենտը, որ ես ուզում եմ դուրս բերել այդ հատվածից հետազոտության, այնա, որ Հարավ-Կովկասյան երկաթգիծը բավականին անբարեխիղճ տնտեսվարող է, ուրեմն գրեթե բոլոր պայմանագրային պարտավորությունները, որ այդ կազմակերպությունների վրա վերցրել է Հայաստանը, ինքը գրեթե բոլորը խախտել է։ Ընդ որում ամենախոշորներից սկսեմ, եղել է պայմանավորություն, որ նոր երկաթգիծ պետքա կառուցվեր, որը էականորեն պետքա կրճատել Երևան-Թբիլիսի ճանապարհի տևողությունը չի արվել, մոդեռնիզացիայի մեջ ներդրումները այո, Լոռու մարզով։ Մոդեռնիզացիայի մեջ ներդրումները չնչին են եղել, շատ լուրջ խնդիրներ կա նաև կոռուպցիոն ռիսկերի հետ, դեպի Զվարթնոց հատվածներ, կար նաև այդ ճյուղը, որ պետքա կառուցվեր, ուրեմն բանից Չարբախի մետրոկայանից դեպի Զվարթնոց, դա էլ չի արվել, ու նաև կան բավականին լուրջ չարաշահումների, այսպես կասկածներ, ասենք, որպեսզի ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխաթարենք, որովհետև Հայաստանը ամեն տարի որոշակի գումար է վճարում ծախսերի հոգալու տրամաբանության մեջ եւ այնտեղ պայմանագրով շատ հստակ նշված է եղել թե ինչ ծախսեր դրա մեջ կարող մտնեն, բայց Հարավ-Կովկասյան երկաթգծերը անհամեմատ ավելի շատ բաներ են մտցնում այդ ծախսերի մեջ եւ գրեթե իրենց բոլոր ծախսերը փակում են հետագայում Հայաստանից տրվող ուրեմն աջակցող սուբսիդիաների միջոցով։ Այսինքն մի կողմից կան բավականին լուրջ չարաշահումներ, մյուս կողմից կան գրեթե բոլոր պարտավորությունները, որոնք որ կազմակերպությունները վերաբերել դրանց չկատարում։ Հիմա ինչ եմ ես հասկանում, ինչ պլաններ կամ ինչ պատկերացում ունի Հայաստանի Հանրապետությունը այս ամեն ինչի վերաբերյալ։ Տեսականորեն կա երկու տարբերակ։ Մեկը դա գոյություն ունեցող պայմանագիրը խզելն է եւ այդ կոնցեսիոն կառավարումը ուղղակի ռուսական կողմից հետ վերցնելն է։ Պայմանագիրը թույլ տալիս է այդ։ Հա։ Մանավանդ հիմք բավականին լուրջ կա, ակնառու հիմք կա, ես նույնիսկ ասա, հա, բայց այդտեղ արդեն հարց առաջանում, իսկ մենք ինչպես ենք ինքներս դա կառավարելու, որտեղ Հայաստանում ինչքանով որ ես եմ տեսնում նման կարողություններ դեռևս չկան սեփական ներուժով կառավարելու այդ ոլորտը, ուրեմն այդտեղ հարց առաջանում մեկ այլ կառավարիչ ուրեմն բերել եւ սա մի մոտեցումն է եւ կա մյուս մոտեցումը որ այն ինչ որ գոյություն ունի շարունակի մնալ առնվազն մինչեւ պայմանագրի ավարտը եթե ես չեմ սխալվում պայմանագրի ավարտումը 2038 թվականին մինչև այդ թողնել դա ռուսական կոնցեսիայի տակ, բայց այն ինչ որ նոր պետքա կառուցվի, ընդ որում արդեն այստեղ խոսքը մենակ մեղրի մասին չի, որտեղ այդ խաղաղության խաչմերուկ նախագիծը ընդհանրում է նաև այլ երկաթգծերի ուրեմն կառուցում ու վերակառուցում, դա արդեն չլինի ուրեմն այդ կազմակերպության վերահսկողության տակ, լինի որևէ այլ կամ նորից արտասահմանյան կամ մինչև այդ հասցնենք սեփական կարողությունների ձևով լինի մեր վերահսկողության տակ։ Այս երկրորդ ճանապարհը ինչ որ չափով նույնիսկ կարելի է անվանել կոմպրոմիսային, որ ռուսական կողմն էլ ինչ որ շահույթ կոպիտ ասած ստանա այդ մեր տարածաշրջանային բացումից, կոմունիկացիաների բացազատվելուց եւ այլն, եւ ինչ որ չափով կողմ լինի այդ գործընթացներին, թեպետ իհարկե այստեղ հարց առաջանում արդյոք ռուսական կողմի համար քաղաքական բաղադրիչը անհամեմատ ավելի կարևոր չի լինելու, քան ինչ որ մի քանի կոպեկ աշխատելու հնարավորությունը։ Գալով խաղաղության խաչմերուկին եւ ենթադրյալ այլ ցանկացողներին ներդրումներ անել դրանում եւ հատկապես հարավային հատվածում։ Դուք հատկապես վերջերս աշխատանքային այցելություններ ունեիք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինձ հետաքրքիր է, կա քննարկում, կա անդրադարձ, կա հետաքրքրություն այդ հնարավոր ենթակառուցվածքներում ներգրավվածություն ունենալու եւ եթե այո, կան որոշակի քայլեր այդ ուղղությամբ, թե չէ իշխանությունների հետ։ Գիտեք Աննա, եկեք նախ հասկանանք թե ինչ է նշանակում այդտեղ ներդրումները, որովհետև եթե մենք խոսում ենք կոնկրետ մեղրիով երկաթգծի մասին, այդտեղ ընդհանուր առմամբ խոսքը գնում է մոտավորապես 250 միլիոն դոլարի մասին, ամբողջ, որպեսզի ամբողջ երկաթգիծը մեղրիով որ անցնում է, վերակառուցվի, հա։ Ընդ որում դա մի տարվում չի արվելու, դա մոտավորապես 2 տարի է տևելու, այսինքն խոսքը գնում է տարեկան ընդամենը 125 միլիոն դոլարի մասին։ Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ այդ այն գումարը չի, որ մենք հիմա ասենց ընկնենք աշխարհով ման գանք պոտենցիալ ներդրողներ, իսկ կարծում եմ այդ այն գումարն է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը պետք է ներդնի, ու դա շատ կոնկրետ ռազմավարական ներդրում է լինելու, դա շատ կոնկրետ, շատ մոտ ապագայում իր գինը հանող եւ քաղաքական իմաստով եւ ֆինանսատնտեսական իմաստով ճիշտ ներդրում է լինելու, այնպես որ ես ճիշտ ասած նույնիսկ դեմ կլինեմ, որպեսզի հիմա Հայաստանը սկսի ինչ որ փնտրել այդ հատվածի վերաբերյալ ներդրողները, բայց
Այն որ խաղաղության խաչմերուկ նախագծում ներդրումներ պետք են, դա ակնհայտ է, որովհետև այնտեղ արդեն խոսքը գնում է 2-ից 2.5 միլիարդի մասին, եթե ես չեմ սխալվում։ Այդ ամբողջ ուրեմն կոմունիկացիան կառուցելու եւ վերակառուցելու թեմատիկա մեջ, այդտեղ բնականաբար պետք են լինելու ներդրողներ։ Այս առումով ինձ համար բավականին հստակ է, որ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպական միությունում կա հետաքրքրվածություն։ Հիմա այստեղ իհարկե հարցերից հարցը, ոնց որ ասում հետաքրքրվածությունը լավ բան է, բայց այդ հետաքրքրվածությունը արդյոք կվերածվի գործի։ Եվ այստեղ ուզում եմ մի ավելի ընդհանրական եզրահանգում բերեմ, որովհետև ինչպես նշեցիք, այո, Միացյալ Նահանգներում է աշտանքայնացող, բայց բացի այդ նաև մի քանի եվրոպական երկրներում է եւ նաև Բրյուսելում է եվրոպական ինստիտուտներում մի քանի հանդիպում ունեցա։ Գիտեք, մի բան ակնհայտ էր ինձ համար, որ կա ընդհանուր այդ տրամադրվածությունը, որ Հայաստանի համար պետք է ինչ-որ բան անել, որ այ Հայաստանը ճիշտ ուղու վրա է, մենք շատ գնահատում ենք այն ինչ-որ տեղի ունենում Հայաստանում, իմիջիայլոց նաև ձեզ ասեմ, որ այսպես շատ բարձր, շատ դրական տեսակետ կա Հայաստանի իշխող ադմինիստրացիայի վերաբերյալ եւ անձամբ վարչապետի վերաբերյալ, նույնիսկ այն ասչա որ ասես մի քիչ բաներ լինում այդ աստիճան դրական վերաբերմունքից, բայց այդ ամեն ինչով հանդերձ այդ ամբողջ խոսույթը չի կենտրոնանում, չի կոնկրետանում, թե այ որ ասում եք ինչ-որ լավ բան անենք Հայաստանի համար, դա ի՞նչ է նշանակում, էլի, թվերով, այդ ծախսերով եւ այլն եւ այլն։ Եվ ես կարծում եմ, այստեղ գուցե նաև մեր թերացումը կա, որովհետև այդ դրական ցանկություններն ու դրական այդ միջավայրը պետքա փորձել եւ պետքա կարողանալ կոնկրետացնել, պետքա կարողանալ դա աշխատեցնել եւ կոնկրետ առաջարկություններ բերել։ Ոստեղ ամենաերևի ցցուն օրինակը հիշում եք պատերազմից անմիջապես հետո Եվրոպական միությունը հայտարարեց 2.5 միլիարդ եվրոյի աջակցության ծրագրի մասին, որի մի զգալի մասը կոնկրետ պրոյեկտերին պետք է նվիրված լինի, այսինքն հայկական կողմը պետք է կեցեք, այսինքն հայկական կողմը պետք է կոնկրետ նախագծեր պատրաստել, տարեր դրանց հիմնավորումները ներկայացնել եւ այլն, այդ գումարը ստանալ։ Մենք չենք կարացել սպասարկենք, մենք այդ փողը չենք կարացել ծախսենք։ Հասկանում եք, հիմա մենք իհարկե խոսում ենք դրա մասին, որ մեզ ավելի շատ ներդրումներ են պետք, մեզ ավելի շատ ծրագրեր են պետք, բայց անգամ եղած առաջարկությունները մինչև այս պահ Հայաստանը չի կարողացել արդյունավետ ծրագրեր ներկայացնել, ոնց որ ասած, ծախսային բաներ ներկայացնել եւ օգտագործել այդ գումարները։ Այսինքն նորից ու նորից ես գալիս եմ այն կետին, որ ամենամեծ մեր խնդիրը դա ներսում արկա խնդիրն է եւ գիտեք, Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները այս պայմանությամբ ավելի շատ հնարավորություն են տալիս, քան մենք ի վիճակի ենք ծախսել, ասենց ասեմ։ Եվ ֆինանսականի մասին է, եւ ոչ միայն ֆինանսականի մասին է իմ կարծիքով խոսքը գնում։ Իհարկե, նաեւ պետք է աշխատելու ուղղությամբ այդ հնարավորությունները ավելի շատանան եւ այլն, բայց ամենամեծ խնդիրը մեր կոմպետենցիաներն են եւ ծախսելու այդ միջոցները եւ մարսելու այն բոլոր ռեֆորմները, փոփոխությունները, որոնց կարիքը Հայաստանը իսկապես ունի։ Իմ կարծիքով այս երկիրը շնչահեղձ է լինում ռեֆորմների կարիքի մեջ։ Համաձայն եմ իհարկե դրա հետ, բայց գալով նրան, որ նույն այդ պրոյեկտն էլ առանց Ադրբեջանի համաձայնության հավանականությունը քիչ է, որ կկարողանանք իրականացնել, դուք էլ դա նշեցիք, եւ այս համատեքստում կարեւոր է դառնում նաեւ Ամերիկայի շահագրգռվածությունը մասնակից լինել նաեւ այդ խաղաղության պայմանագրի ստորագրման process-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը արդեն երկու առիթով Ադրբեջանի նախագահին շնորհավորելով շեշտել են հանգամանքը, որ արդեն ժամանակն է, այսպես ասած, խաղաղություն կառուցելու Հարավային Կովկասում։ Դրանից զատ դուք տեսնում եք ինչ-որ քաղաքական ճնշման գործիքներ, որոնք կարող են դրդել Ադրբեջանին ի վերջո ստորագրել այդ պայմանագիրը։ Գիտեք, ես վստահ չեմ, որ ճնշման գործիքները արդյունավետ են լինելու։ Իհարկե Միացյալ Նահանգները պետությունն է, որ խրախուսման գործիքներ։ Այս դրան է ուզում բերել, որովհետև իհարկե Միացյալ Նահանգները հստակ է, որ կարան, եթե ցանկանան այդ ճնշումը գործադրեն եւ հասնեն իրանց ցանկացածին, որովհետև գրեթե անսահմանափակ գործիք է կազմել են, բայց ես խորը կասկած ունեմ, որ կա իրավիճակ, որ Միացյալ Նահանգները բավականաչափ շահագրգռված կլինեն այդ սկսած ճնշումը բերել հասցնել մինչև դրա տրամաբանական ավարտը։ Դրա համար ես ի սկզբանե ավելի այսպես սկեպտիկ եմ ճնշման գործիքակազմերի կիրառման, որտեղ մի փոքր ճնշելուն, հետո Ադրբեջանը այդ ճնշման դիմաց մեզանից է մուր հանելու։ Ես գրեթե 100% վստահ եմ, որ այդ ճնշումը չի հասցվելու իր տրամաբանական ավարտին անկախ ամեն ինչից։ Կես քայլով ավելի Հա, կես քայլով, այդ կես քայլի ուժողը մենք ենք էլի լինելու, ոչ թե Ադրբեջանը։ Դրա համար իմ կարծիքով ավելի հեռանկարին ավելի կարևոր խոսակցություն կա այդ խրախուսման խոսակցությունը։ Բայց մինչև այդ թեման անդրադառնալը, տեսեք, Վիտկոֆը հայտարարություն այցը թե հիշում եք այդ բանի վերաբերյալ, որ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում Աբրահամյան ակորդներին միանալ։ Ես հենց մոտապես այդ օրերին Վաշինգտոնում էի, գիտեք, ես չեմ թաքցնի, եթե ասեմ, որ ընդհանուր առմամբ ըմբռնում է այն էր, որ Վիտկոֆը ուղղակի տեղյակ չի, որ Հայաստանը, Ադրբեջանը արաբական երկրներ չեն, իսկ Հայաստանի դեպքում նաև այդ պահը չգիտեմ, բայց նաև որ Հայաստանը մուսուլմանական, իսլամադավան
երկիր չէ, ինչը շատ խոսուն է այս ադմինիստրացիայի եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ իմաստաբար մեր տարածաշրջանի վերաբերյալ։ Ես ինչքանով որ հասկանում, գիտեք, մոտեցումը մոտապես ոնց է, իրանց պատկերացմամբ իրանք պետքա զանգահարեն, տենց օր ժամ պայմանավորվեն, մի շաբաթ, երկու շաբաթ հետո երբ են հավաքվում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրենք ԱՄՆ նախագահի ներկայությամբ, ձեր ձեռքերը սեղմեն, ինքան ասի մյուս գործերի։ Կարևոր չի ինչ բովանդակությամբ եւ ինչ գիտեն։ Ու բացի այդ նախագահի ժամանակն է, գրաֆիկն է շատ սահմանափակ է, տենց երկու շաբաթից մի հատ պատոհան ունենք մի ժամանակ, կանք այդ ժամանակ անենք։ Մոտապես ես ինչքան հասկանում իրանց օպերացիոն տրամաբանությունը սա է։ Ինչը բնականաբար այս տարածաշրջանի մասին չի, այս կոնֆլիկտի մասին չի ու այս իրականության մասին չի, հա։ Այնպես որ այդտեղեր ունեն որոշակի այսպես մտահոգություններ, իսկ ինչ վերաբերվում է խրախուսման հնարավորություն, այստեղ ես կարծում եմ, որ նորից եթե մենք կարողանանք հասնել մի իրավիճակի, երբ որ այս տարածաշրջանը կունենա բավականաչափ կարևորություն եւ հայ-ադրբեջանական կարգավորումն էլ կունենա բավականաչափ կարևորություն ադմինիստրացիայում, ընդ որում ես կարծում եմ դա մի վերջնակետ է, որին տանող տարբեր ճանապարհներ կան։ Օրինակ մենք այդ ճանապարհը կարանք անցնենք օրենսդիրով։ Տեսականներ ես կարծում եմ կա տարբերակ, որ կոնգրեսում ու սենատում բավականաչափ էներգիա է հնարավոր գեներացնել, որ դա դառնա ադմինիստրացիայի վրա օրինակ համար կարևոր թեմա։ Իրենք ճնշում գործադրեն արդեն ներսում։ Օրինակ, հա։ Եթե մենք հասնենք այդ կետին, որ դա ունենա բավականաչափ կարևորություն, ես կարծում եմ Միացյալ Նահանգները ունեն բավականաչափ գործիքակազմեր կողմերին խրախուսելու ճանապարհով տանելու դեպի խաղաղության եւ դեպի կարգավորում։ Ոստեղ ես ուզում եմ մի փաստ արձանագրել, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում մի քանի, այսպես ասենք, ազդեցություն ունեցող կամ տեղեկատվություն ունեցող ադրբեջանցի փորձագետների նյութերը, երբ որ կարդում ես, այսպեսի միտքա պարբերաբար աչքով եմ ընկնում, որ այդ սահմանադրություն ԵԱՀԿ բանեցող իհարկե կարևոր է, բայց ամենակարևորը դա խաղաղության պայմանագրի հավասար դիվիդենդների հարցն է։ Հաճախ նաև ներդրումների մասն են խոսում իրենց ենթակառուցվածքների մեջ, եթե չեմ սխալվում։ Այսինքն ես դա ընկալում եմ այսպես, որ Բաքվում հաշվարկել են հետևյալ եզրահանգման են եկել, որ խաղաղության համաձայնագրի հիմա ստորագրումը շատ լուրջ ուրեմն բենեֆիտներ, պրեֆերենցիաներ աբերում հայկական կողմին, հայ-թուրքական սահմանն է բացվում, շատ ավելի իրատեսական է դառնում Հայաստանի Եվրոպական միություն ինտեգրացիայի թեմաները եւ այլն։ Իրենց համար առանձնապես մեծ փոփոխություններ չեն ենթադրվում, առանձնապես մեծ փոփոխություններ չկան։ Եվ այդտեղից իրանք այդ բխեցնում են այդ խոսակցությունը, որ եթե դուք ուզում եք, որ մենք ստորագրենք, մենք այդտեղից պետք է բաստանանք ու այդ հավասար դիվիդենդների, ընդ որում այդ հավասար դիվիդենդները, ինչպես դուք մի օրինակ նշեցիք, կարա լինի ֆինանսական դիվիդենդներ։ Ես օրինակ պատկերացնում որ կարող են նաև այլ դիվիդենդներ, քաղաքական դիվիդենդներ, անվտանգության դիվիդենդներ եւ այլն եւ տարբեր օրինակներ, հա, կարող լինեն։ Այս խոսակցությունն է ես կարծում հիմա դառնում կամած այսպես հիմնական այդ առուծախի թեման, քաղաքական խոսույթի թեման միջազգային թատերաբեմում, ինչը իհարկե չի նշանակում, որ մենք պետք է դառնանք Ադրբեջանի դիվիդենդներ ստանալու պաշտպանները կամ ադվոկատները, որ տենց մենք գնանք ասենք Ադրբեջան, հա, չէ, բացարձակապես իհարկե դա չի նշանակում։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք բանել ենք, էլի այդ տրենդներին տեղյակ ունենք, թե ինչի մասին է գնում այս պատմության խոսակցությունը այդ միջազգային հարթակներում եւ մոտապես սրա մասին է գնում այս պատմության խոսակցությունը։ Ադրբեջանցի վերլուծաբաններին հիշատակեցիք, մեծամասամբ երբ լսում ես Ադրբեջանից այս թեմաներով խոսող վերլուծաբաններին, հաճախ տպավորություն է, որ իրականությունից կտրվելու, ինչպես ասես եզրին են, որովհետեւ հաճախ Ադրբեջանը կարծես աշխարհի կենտրոնն են ներկայացնում են որպես բոլոր ուժային կենտրոնների համար չափազանց կարևոր խաղացող եւ որևէ մեկը չի կարող իրենց որևէ բան թելադրել։ Թե ամեն դեպքում կա միտում իսկապես վերանայելու այն դիրքավորումը, որ ունի եւ քաղաքական էլիտան Ադրբեջանում եւ մերձ քաղաքական վերլուծական էլիտան։ Բարդ հարց եք տալիս, ցավոք սրտի ես ադրբեջանագետ չեմ եւ Ադրբեջանի ներսում տեղ ունեցող զարգացումները այդքան համարձակություն չեմ ունենալ։ Ցավոք սրտի ադրբեջանագետները նույնպես Ադրբեջանի ներսում տեղ ունեցող զարգացումներից շատ տեղյակ չեն, բայց ես ուզում եմ ավելի շատ ձեր տպավորությունը որպես մարդ, ով պարբերաբար այդ հերոստակամուրջների շրջանակներում շփվում են նրանց հետ, արդյոք դուք էլ նկատել եք որոշակի փոփոխություն։ Ես նկատել եմ այսպեսի բան, որ Ադրբեջանում միաժամանակ բոլոր 3 սցենարների ուղղությամբ աշխատանք տարվում է։ Օրինակ Հայաստանը ոնց է, չէ՞, մեր մոտ երևի թե քաղաքական էներգիայի 95%-ը ծախսվում է այդ խաղաղության սցենարի վրա։ Իրանց մոտ իմ ընկալմամբ բոլոր 3-ի ուղղությամբ համաչափորեն տարվում է տնային աշխատանք եւ տարվում է պատրաստություն։ 3 ինչ նկատի ունեմ՝ պատրաստ, խաղաղություն եւ ստատուս քվոն, ոչ պատրաստ, ոչ խաղաղություն։ Այ իմ մշտական այդ տպավորությունը նա է, որ բոլոր 3 ուղղություններով
բավականին լուրջ պատրաստություն է եւ պատրազմի, եւ խաղաղության, եւ երրորդի։ Բոլոր երեք ուղղությունները բավական լուրջ պատրաստություն է տարվում։ Ընդ որում չեմ կարծում, թե դա ինչ որ էլիտաների պայքարի հարց է, որտեղ տարբեր խմբեր, տարբեր բաներ են ուզում Ադրբեջանում, որքան ուղղակի ուղիղ հաշվար կա։ Այսինքն, եթե օրինակ միջազգային հարաբերությունների այս կազմակերպումը շարունակվում է, չգիտեմ, Հնդկաստան-Պակիստան պատերազմն է սկսվում, Միացյալ Նահանգները Իրանին են խփում, Ուկրաինայում եւ այլն, դա ստեղծում է որոշակի հնարավորություններ շարունակելու ուրեմն կոնֆլիկտային։ Ի վերջո ռազմավարական մտածողության հիմքերից է, չէ՞, որ պիտի բոլոր սցենարները հաշվի պետք է պատրաստել եւ հատկապես ամենավատ սցենարին է պետք պատրաստել, դա չգրված ոնց որ ասած ունենք։ Մենք շարունակում ենք նույն սխալը կրկնել։ Հա, նախկինում էլի մեկ սցենար էինք պատկերացնում, հիմա էլ ուրիշ, բայց էլի մեկ սցենար։ Այո։ Այս առումով ես կարծում եմ, որ պարադոքսալ չի այն ինչ որ դուք նկարագրեցիք, որովհետև դա ի վերջո այդ ուղղություններից մեկի նկարագրությունն է եւ կոչն այդ ուղղություններից մեկին էլ ավելի շատ պատրաստվելու, բայց ես ու սա ինչ որ առումով մի քիչ պետքա զսպի Հայաստանում բոլոր տեսակետները Ադրբեջանի մասին, որովհետև մեր մոտ շատ բանաղած է, այսպես պոլարիզացված է պատկասը, մի խումբը ասում են ինչ եք խոսում, ինչ խաղաղություն Ադրբեջանը, ոնց կարա, հա, բան միայն պատրաստ անհնար է խաղաղություն Ադրբեջանի հետ, մարտիկան կամաց հասնեն Ռոբերտ Քոչարյանի նկարագրությանը, որ կենսաբանորեն անհամատեղելի են, հա, որ մի քիչ թողես խոսեն։ Ու մյուս խումբը, որ ասում է, չէ, ինչ պատրաստ չնելու ներու խաղաղություն, վարչապետի հայտնի խոսքերը, հա։ Ես կարծում եմ, այս երկու խմբերները պետք է մի քիչ զսպեն իրանց։ Որտեվ պնդումներով ի վերջո հնարավոր չի հասնել ցանկալի նպատակին։ Եվ երկրորդը ինձ թվում է Ադրբեջանը սկի չգիտի հիմա ինքը որով է գնալու, որ այս երկու կողմերը sense գիտեն Ադրբեջանը որով է գնալու։ Այսինքն Հայաստանում այս երկու խմբերը այնքան վստահ են իրանց տեսակետի մեջ, որքան ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը որևէ մեկը վստահ, թե իրենք ինչ են անելու։ Որովհետև իրենք ինչ են անելու, ի վերջո կախված է երևի մի 20 փոփոխականից, որոնցից ոչ մեկը հենց չի հասել իր տրամաբանական ավարտին, հանգուցալուծմանը, այնպես որ շատ դժվար է կանխատեսել թե որը կլինի, բայց այն որ Ադրբեջանը պատրաստվում են բոլոր սցենարին, դա ինձ համար վաղուց տեսանելի է, ասենց ասեմ։ Անցյալ ամիս Երևանում նաև Երևան երկխոսություն այդ դիվանագիտական ֆորումը տեղի ունեցավ։ Դրա շրջանակներում այս թեմային անդրադարձները դուք ինչպես եք մեկնաբանում կար, համընդհանուր այդ ընկալումը, որ այնինչ ներկայացվում է իշխանության կողմից, իսկապես իրագործելի, իրատեսական սցենար է, հատկապես այդ ինֆոգրաֆիկաներով ցուցադրվեց այդ բոլորը, բայց նաև կուլիսային քննարկումներում կար այդ ընկալումը, որ սա շոշափելի եւ իրագործելի ծրագիր է։ Գիտեք, Աննա, դե 60-ից երկիր եւ 60-ից ավելի երկիր էր մասնակցում, եւ չեմ կարծում, որ որևէ հարց կա աշխարհի երեսին, որտեղ 60-ից երկիր բանը կա, ինչ որ նույնիսկ նույն ընկալումը լինի, հա։ Դա օրինակ կար Պաղեստին եւ Իսրայել եւ իրանց համար գրեթե ոչինչ նույն ընկալումը չունի։ Բայց ընդհանուր առմամբ այն, որ մասնակիցների մեծ մասի համար Հայաստանի դիրքորոշումը շատ ավելի ընկալելի դարձավ կոնֆերանսի արդյունքում, վարչապետի, ԱԽ քարտուղարի, ԱԳՆ-ի ելույթների արդյունքում, դա ակնհայտ էր, այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ուրիշ բան, որ դե հա, հիմա շատերը ասում էին, որ դե լավ ցանկություն է, լավ բան եք ասում, լավ բան եք ուզում, բայց դե կան այս խնդիրը, եւ ամենից վեր ես կասեի, որ ամենահաճախ իմ ականջին հասնող քննադատությունը որն է հայկական դիրքորոշման, Հայաստանի դիրքորոշման, իմաստավետ խաղաղության խաչմերուկ նախագծի հետ կապված, որ դա դեռևս բուկլետի ցենկոմ չի անցել։ Իսկն դրա տակ հետազոտություններ, ինչ որ, չգիտեմ, թվեր, գոնե հստակ պատկերացում, թե իսկապես ինչքան ներդրում է։ Հասկանում եք, այդ բոլորը արված չի։ Ընդ որում սա մի հարց է, որը որ մի վերլուծական կենտրոն եթե ունենա բավականաչափ ռեսուրսներ, կարողություններ, մարդական, դա կարող անի, դա հնարավոր խնդիր է լուծելու տեսանկյունից, դա ուղղակի պետք է աշխատանք տարվի այդ ուղղությամբ։ Դե չեմ կարող ասեմ ինչու չի արվում, երևի թե նույն բանը գալիս ենք նույն խնդրին, որ Հայաստանում կան կոմպետենցիաների եւ խնդիրները հայտարարություններից ու ելույթներից անդին տանելու բավականին լուրջ ֆունդամենտալ խնդիր։ Բայց քանի ֆորումի թեման բացեցիք, ես նաև մի երկու բան ուզում հավելեմ, որտեղ ինքս մասնակից էի, ես նաև ելույթ ունեցա ֆորումի ընթացքում։ Ես կարծում եմ, որ երկրորդ անգամվա համար բավականին բարձր մակարդակով էր կազմակերպված ֆորումը, նույնիսկ զարմանալիորեն լավ էր ամեն ինչ կազմակերպած։ Ուսամենակին տեսակետի չէ, գրեթե բոլոր մասնակիցներով հետ խոսացել եմ, ունեցել եմ մոտապես նույն տեսակետը եւ բոլորը շեշտում են, որ երկրորդ անգամվա համար բավականին լավ էր կազմակերպված։ Ու գիտեք, ես կարծում եմ, որ բավականին կարեւոր գործիք ինքը կարող է դառնալ Հայաստանի ձեռքին։ Իհարկե ինքը միայնակ որևէ բան լուծել դժվար կարողանա, բայց այդ տարբեր գործիքակազմերի համաժամանակյա օգտագործումը, որը որ սիներգիա է առաջացնում, ինքը հենց միակ ձևն է քաղաքականություն իմպլեմենտացնելու։ Այնպես որ պետք է շարունակել, պետք է մնացած ուղղությունները նույնպես աշխատեցնել։
Ինձ համար կարևոր էր նաև, որ ֆորումին մասնակցում էին երկրներից պատվիրակություններ, որոնք ավանդաբար համարվում են, որ մեզ հետ այնքան էլ լավ կամ բարեկամական հարաբերություններ չունեն, կարծում եմ դա ճիշտ ճանապարհ է, ոչ թե մեկուսացնել, այլ ճիշտ հակառակը փորձել ներգրավել։ Ես 100% համաձայն եմ, ես գիտեք, վաղուց արդեն այն տեսակետին եմ, որ ավելի կարևոր է այս պատճառությամբ խոսել թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, հունգարացիների հետ, սլովակների հետ, քան օրինակ հույների հետ, ֆրանսիացիների հետ, որոնց հետ գրեթե ամեն ինչում համաձայն ենք։ Եվ ընդհանրապես այդ մոտեցումը, որ խոսել միայն բարեկամների, դաշնակիցների, քո լավը ուզողների եւ այլն, ինձ թվում է մի քիչ սխալ տեղ ամենս տարի տասնամյակներ շարունակ։ Հակառակը պետք է հիմնականում հենց խոսել այն երկրների հետ, որոնց հետ դու ունես խնդիր։ Այդ առումով օրինակ ես կարծում եմ շատ կարևոր է, որ Թուրքիայից կային մասնակիցներ ֆորումին եւ ես շատ կուզենայի, որ մի օր գա, որ Ադրբեջանից լինեին մասնակիցներ այդ ֆորումին։ Դուք Վիտկոֆին հիշատակեցիք եւ նրա ոչ այնքան կոմպետենտ մոտեցումը այն հակամարտություններին, որում կարծես թե առանցքային դերակատարում ունի, բայց հաճախ այդ անշարժ գույքի գործակալի մոտեցման մոտենում այդ հարցերին։ Այս հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ամերիկյան ներգրավվածությունը, եթե էլի իր միջոցով այլ լինելու դուք որքանով եք իրատեսական համարում, որ մոտ ժամանակներս ինչ որ փոփոխություն։ Վստահ չեմ, որ իր միջոցով է լինելու։ Նախ մի բան եմ ուզում էլի դուրս բերեմ Վաշինգտոն այցից, իմ մոտ շատ հստակ տպավորություն ստեղծվեց, որ ադմինիստրացիայի մեջ ձևավորվել է 3 թև։ Առաջին թևը, որը երևի թե Իսպանիան ամենաիզոլացվածն, ամենաթույլն է, դա փոխնախագահ Վենսի առաջնորդած թևն է, որը այսպես մաքսիմալ իզոլյացիոնիստական գծի առաջ տանող է, որ, չգիտեմ, աշխարհը կոռումպացված, չարված տեղ է, մենք պետք է կենտրոնանանք մենակ մեր գործերի վրա։ Երկրորդ թևը դա այդ ձեր ասած Վիտկոֆ նախագահի մերձավոր այդ շրջապատ հատվածն է, որ ամենակարողն է այս պայծրությամբ եւ որ այդ տրանզակցիոն տրամաբանության մեջ է, որտեղ կարան գումար աշխատենք արագ եւ կարճ ընթացքում մենակ դրանով պետք է զբաղվենք։ Եվ երրորդ թևը, որը ի տարբերություն օրինակ 1-2 ամիս առաջ հիմա ահագին ավելի ուժեղացել է, այո, Ռուբիոյի թևն է, որում պետքարտուղար ասեմ, չգիտեմ, դժվար է մենակ պետքարտուղար ասեմ, նաև ազգային անվտանգության խորհրդականն է, բան չէր եղել, որ 4 պաշտոն մեկ մարդու վստահեր, պետքարտուղար, ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական USAID տնօրեն եւ գլխավոր արխիվարիուս, արխիվն էլ է այդ մարդու վրա հիմա դրած, ասեմ, sense բան ամանապատության մեջ չէր եղել։ Իր թևը, որը այսպես ավելի ավանդական մոտեցումների կողմնակից է, այդ մեծ տերությունների մրցավազք, Չինաստան, Ռուսաստանին զսպել եւ այլն եւ այլն։ Իհարկե մեզ համար ամենահետաքրքիր եւ ամենալավ գործընկերը հենց այս երրորդ թևն է եւ, չգիտեմ, աստվածտա այդ երրորդ թևը ինչքան նրա վրա ուժեղանա, բայց իր որևէ պոզիցիայով, բայց այդ միտքը, որ միանշանակ է, օրինակ Վիտկոֆն է լինելու հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական, մի քիչ չեմ կիսի, մանավանդ որ պետքարտուղարությունը այս պայծառ միակ կառույցն է ըստ էության մնացել Միացյալ Նահանգներում, որտեղ դեռ ինչ որ ինստիտուցիոնալ հիշողություն կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ։ Ճիշտ է, Բարձրաստիճան շատ պաշտոնյաներ դուրս եկան, Յուրի Քիմ, Լուի Բոնոն կամ դուրս չեկան, գնացին ուրիշ գործերի, բայց կան դեռևս մարդիկ, Ջոշուա Հակովի միջից վերջերս Երևանում էր եւ այլ պաշտոնյաներ կան, որոնք որ դեռևս շատ լավ տիրապետում են կոնֆլիկտին եւ գիտեն ինչի մասին է այս կոնֆլիկտը, էլի, օրինակ չեն առաջարկի Աբրահամյան ակորդներ։ Շնորհակալություն շատ զրույցի համար, այս տաղավարի համար արտասովոր շատ լավատեսական զրույց ստացվեց, թող որ լավատեսական զարգացումների նորանոր առիթներ լինեն։ Շնորհակալություն։